Բարի և ուրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, օժտում եմ ես յուրաքանչյուրից և մեր ընտանիքներին Հիսուս Քրիստոսի անունով, թող Տիրոջ լույսը լցվի մեր մեջ, Տիրոջ սերը լցվի մեր սրտերի մեջ, թող Տիրոջ սերը մեզ առաջնորդի, Տեր Աստված, ողորմած ու հավատարիմ Հայր, խնդրում եմ քո շնորհն ու գթությունը, որ դու յուրաքանչյուրիս սրտերին հպվես իմ ընտանիքի անդամների սրտերին, Տեր, հպվես իմ հարազատների սրտերին, ամեն հայ մարդու սրտի, Տեր, օգնես մեզ ընդունել, որ մեղավոր ենք, ընդունենք մեր մեղավոր էությունը, որ քո դատաստանը արդար է, Տեր, ու որ խոստովանենք մեր մեղքերը ազնվությամբ, անկեղծությամբ քո առաջ, որ հետ դառնանք մեր մեղքերից, որ ատենք մեր մեղքը ու դառնանք դեպի քեզ։ Տեր, քո ողորմությունն ու շնորհը նորանում է ամեն օր, քո ողորմությունը հավիտենական է և փառք քեզ, Տեր, փառք քեզ, քո ողորմության ու քո շնորհի համար, ու խնդրում եմ, Տեր, որ օգնես մեզ, օգնես ազգիս, օգնի մեզ, ընտանիքիս անդամներին, հարազատներիս, լսողներին, նրանց ընտանիքի անդամներին, օգնիր մեզ մեղավորներիս, քո միածին որդու Հիսուս Քրիստոսի անվան համար ու քո փառքի համար, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա եկեք անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետությանը գրքին, և այսօր մենք խոսելու ենք ապաշխարության 5-րդ բաղադրիչի մասին, ատելություն մեղքի հանդեպ, կամ ատել մեղքը։ Նախկին դասերը լսեք, և ոչ միայն լսեք, այլ նաև տարածեք, և շնորհակալ եմ դրա համար, իսկ մենք հիմա անցնենք դասին։ Ապաշխարության 5-րդ բաղադրիչ մասը մեղքի հանդեպ ատելությունն է։ Միջին դարերի աստվածաբանները առանձնացնում էին մեղքի հանդեպ երկու մակարդակի ատելություն։ Առաջինը ատելություն գարշելիության, պղծության, չար գործերի, անիրավության և օրինազանցության դեմ, և երկրորդ թշնամանք մեղքի հանդեպ։ Նախ կա ատելություն կամ զզվանք գարշելի, անիրավ, օրինազանց, պիղծ ու չար բաների նկատմամբ։ Կարդանք Եզեկիել գրքի 36 գլխի 31 խոսքը. «Եվ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ձեր արարքները, որ լավ չէին, և ձեր անօրենությունների և պիղծ արարքների համար պիտի զզվեք ձեզնից»։ Իսկական ճշմարիտ ապաշխարողը ատում է մեղքը ու զզվում է մեղքից։ Եթե կա ուտելիք, որն ուտելուց մեր ստամոքսը հիվանդանում է, ցավում է, մենք այլևս չենք ուտում այդ ուտելիքը, ու ոչ միայն չենք ուտում, այլ հաճույք էլ չենք ստանում դրանից, դադարում ենք անգամ այն սիրել։ Ուրեմն որքան ավելի մենք չպետք է սիրենք ու պետք է զզվենք այն բաներից, որ հիվանդացնում են մեր հոգին ու մեր խիղճը ու մեզ տանում կործանման։ Մեղքի հանդեպ զզվանքը պահանջում է ավելին, քան որևէ կոնկրետ մեղք այլևս չգործելը։ Այսինքն մեղքի հանդեպ զզվանքը ավելին է, քան մեղքը չգործելը։ Մենք կարող ենք այլևս ինչ-որ կոնկրետ մեղք չգործենք վախի պատճառով, բայց դա չի նշանակում, որ չենք սիրում այդ մեղքը ու ատում ենք այդ մեղքը։ Երբ որևէ մեկը նավաբեկության առաջ է կանգնած լինում, ստիպված են լինում նավի բեռը ծովը գցել, ու դրանց մեջ թանկ ու սիրելի բաներ են լինում, ուտելիք, զարդեր և այլն։ Այն
փաստը, որ դրանք ծովն են գցում, նրա համար չի, որ ատում են այդ բաները, այլ որպեսզի չմահանան, չխորտակվեն, վախենում են իրենց կործանումից։ Նույն կերպ էլ մեղքը, դրանից հրաժարվելը դեռ չի նշանակում, որ ատում ես այդ մեղքը։ Որպեսզի մենք լիովին ազատվենք մեղքից ու լիովին խոստովանենք ու ապաշխարենք այդ մեղքից, մենք պիտի ատենք ու զզվենք այդ մեղքից, ու այդ մեղքը այլևս չսիրենք ու հաճելի, լավ, ցանկալի բան չհամարենք։ Մենք Հիսուս Քրիստոսին ամբողջությամբ, ճշմարտությամբ չենք սիրի, եթե դեռ սիրում ենք մեր մեղքերը, ու քանի դեռ մեղքից մենք դեռ չենք զզվում։ Մենք երբեք չենք փափագի դրախտը, քանի դեռ չենք զզվել մեր մեղքից։ Երբ մենք ատում ենք մեղքը, զզվում ենք մեր մեղքերից, մենք մեր հոգին վերջապես տեսնում է Հիսուսի արյունը, որ հոսում է մեր համար, ու այդ ժամանակ մենք ցանկանում ենք ազատվել մեղքից, ու մեր հոգին աղաղակում է. Տեր, երբ կազատվեմ մահվան այս մարմնից, երբ եմ հանելու մեղքի այս կեղտոտ զգեստները և փառքի գլխազարդը երբ կդնես իմ գլխին։ Ու այդ ժամանակ մենք սկսում ենք մեր ինքնասիրահարվածությունը տեսնել ու ցանկանում ենք ազատվել դրանից, ու ի վիճակի ենք դառնում ինքներս մեզ քննել ու դատել ու ատել մեր մեղքը, մեր ինքնասիրահարվածության մեղքը ու մեր մնացած մեղքերը։ Մենք երբեք ավելի թանկ չենք Աստծո աչքում, քան երբ մենք մեր աչքերում բորոտ ենք երևում։ Երբ մենք ինքներս ատում ենք մեր մեղքը, ամաչում ենք մեր մեղքերի համար, խոստովանում ենք մեր մեղքերը, դրանք Աստծո առաջ, ապա ստանում ենք ներում և ավելին։ Կարդանք Զաքարիա 3 գլխի 4-5 խոսքերը։ Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց իր առաջ կանգնածներին. հեռացրեք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները։ Իսկ նրանց ասաց. տես, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը և քեզ պատվական զգեստներ պիտի հագցնեմ։ Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն, և մաքուր խույր դրեցի նրա գլխին և հանդերձներ հագցրի նրան, և Տիրոջ հրեշտակը կանգնած էր։ Մեղքի հանդեպ ատելության երկրորդ մակարդակը դա թշնամությունն է մեղքի հանդեպ։ Մենք պետք է ատենք մեղքը, զզվենք մեղքից, բայց կա ավելի բարձր աստիճան՝ ընդունել, որ մեղքը մեր թշնամին է ու պատերազմել այդ մեղքի դեմ մեր կյանքում։ Ցիցերոնը այսպես է նկարագրել ատելությունը. ատելությունը զայրույթ է, որը մեր մեջ վճռականություն է դրդում։ Այսինքն մենք պետք է ատենք մեղքը, որ մեր մեջ որոշում առաջանա, վճռականություն առաջանա պատերազմել այդ մեղքի դեմ։ Եբրայեցիներ գրքի 12-րդ գլխի 4-րդ խոսքն ասում է. դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել մեղքին հակառակ կանգնելու։ Առողջ ապաշխարությունը սկսվում է Աստծո սիրուց և ավարտվում մեղքի հանդեպ ատելությամբ, մեղքի հանդեպ թշնամանքով ու մեղքի հանդեպ պատերազմով։ Իսկ ինչպես կարելի է իմանալ, թե մենք իսկապես ատում ենք մեղքը։ Առաջինը, երբ մարդու հոգին հակառակվում է մեղքին։ Ոչ միայն լեզուն է դեմ մեղքին, այսինքն ոչ միայն բառերով ենք խոսում մեղքի դեմ, բառերով ենք ասում ես այս մեղքը չեմ սիրում, այլ մեր սիրտը ատում է մեղքը այն աստիճանի, որ որքան էլ մեղքը մեր աչքին հաճելի թվա, մենք այդ մեղքը զարհուրելի կհամարենք ու հետևաբար կատենք այն։ Որքան էլ որ սատանայի նկարը գեղեցիկ նկարված լինի, ես միևնույնն է չեմ սիրի այն, կատեմ այն, որովհետև նա իմ թշնամին է
եւ նա իմ Աստծո թշնամին է, ու չեմ ուզենա իմ տան մեջ ունենալ, նույն կերպել, որքան էլ որ մեղքը շահավետ ու հաճելի լինի, ես պիտի գիտենամ, որ դա իմ թշնամին է, իմ Աստծո թշնամին է, ու ատեմ այն, ու իմ տան մեջ, այսինքն իմ կյանքից կտրեմ այն, ու ատեմ այդ մեղքը։ Վերցնենք ուտելիքի օրինակը, որքան էլ համեղ պատրաստված լինի, որոշակի կերակրատեսակ, ու շատ գեղեցիկ լինի, եթե գիտես դրա մեջ կան բաներ, որ քեզ համար մահացու է լինելու, դու չես սիրի ու հաճույքով չես ուտի այն, այլ կատես այդ ուտեստը, ոչ թե կփորձես տեսնես կապրես, թե կմեռնես։ Նույն կերպ էլ ուրեմն, որքան էլ որ սատանան համով հետաքրքիր, հաճելի, շահավետ մեղքեր պատրաստի մեզ համար, զարդարի դրանք ու ներկայացնի որպես անմեղ մի բան, ընդամենը անմեղ հաճույք, ընդամենը օգնություն քո ֆինանսական նեղության մեջ, մենք պետք է այդ մեղքերի նկատմամբ ատելություն ունենանք։ Ու եթե իրապես մեղքերի համար ապաշխարող մարդիկ ենք, դրանցից կզզվենք ու մոտ չեն գնա այդ ամենին։ Երկրորդ, մեղքի հանդեպ իսկական ատելությունը պետք է համընդհանուր լինի, այսինքն ներառի մեր ողջ էությունը, մեր բանականությունը, մեր միտքը, մեր դատողությունը, մեր լոգիկան, մեր կամքը, մեր ցանկությունները, մեր զգացմունքները եւ ամեն բան կապված մեզ հետ։ Այսինքն մենք մեղքի հանդեպ հակակրանք ու ատելություն տածենք ոչ միայն մեր դատողությունների ու մտածելակերպի չափով, այլ նաեւ մեղքի ատելության մեջ ներառված պիտի լինի մեր կամքը ու նաեւ մեր սիրելու կարողությունը, մեր հաճույք ստանալու կարողությունը, մեր ցանկությունները։ Շատերը համոզված են, որ մեղքը պիղծ բան է, եւ երբ մտածում են մեղքի մասին, նրանք զզվում են մեղքից, իրենց մտքով, մեղքը լավ բան չեն համարում, բայց թաքուն համտեսում են մեղքի քաղցրությունը եւ թաքուն հպարտանում են այդ մեղքով, թաքուն սիրում են այդ մեղքը, այդ մեղքի համար իրենց սրտում տեղ կա։ Ուրեմն նրանք մտքով դատապարտում են մեղքը, բայց իրենց ապրած կյանքը ցույց է տալիս, որ իրականում սիրում են մեղքը, հաճույք են ստանում այդ մեղքից։ Եթե մենք իսկական ապաշխարողներ լինենք, ապա ատելությունը մեղքի հանդեպ պետք է լինի մեր էության, մեր եսի բոլոր ոլորտներում, ոչ միայն մեր մտավոր ինտելեկտուալ մասում, այլ հատկապես մեր կամքի մեջ ու մեր սիրո մեջ, որպեսզի մենք չսիրենք մեղքը, հաճույք չստանանք մեղքից, մեր կամքով մեղք չգործենք, այլ փոխարենը ատենք մեղքը։ Հռոմեացիներ նամակի 7-րդ գլխի 15-րդ խոսքում Պողոս առաքյալն ասում է. «Քանզի չգիտեմ ինչ եմ անում, քանի որ այն չեմ անում, ինչ որ ուզում եմ, այլ այն եմ անում, ինչ որ ատում եմ»։ Սա խոսում է մեր կամքի մասին։ Պողոսը հավանաբար լիովին ազատ չէր մեղքից դեռ, սակայն նրա կամքը մեղքի դեմ էր։ Մեր կամքը ու մեր ցանկությունները պետք է նույնպես ատեն մեղքը։ Ատելությունը նաև համընդհանուր պետք է լինի մեղքի հանդեպ, այսինքն չենք կարող ատել մի մեղքը, բայց սիրել ու արդարացնել մեկ այլ մեղք։ Մեղքը մեղք է ու այն պիտի ատենք։ Ուրեմն նա, ով ատում է մեկ մեղքը, պիտի ատի բոլոր մեղքերը։ Նա, ով ատում է օձին, ատում է բոլոր օձերին։ Կեղծավորները ատում են որոշ մեղքեր, օրինակ այն մեղքերը, որ վնասում են իրենց հեղինակությանը, իսկ իսկական դարձի եկածները ատում են իրենց բոլոր մեղքերը, նույնիսկ իրենց մեղքերի դրդապատճառները։ Պողոսը ատում էր մեղքի գործերը, մեղքի շարժը իր կյանքում, ամեն բան մեղքի մասին։ Կարդանք Հռոմեացիներ 7-րդ գլխի 23 խոսքը։
բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։ Ասում է, ես իմ մտքով ատում եմ մեղքը, բայց ես զգում եմ, որ իմ մարմնի մեջ ձգտում կա, ցանկություն կա մեղքի հանդեպ։ Ու ասում է, ես դա ատում եմ։ Երորդ, մեղքի դեմ իսկական ատելությունը մեղքի բոլոր ձևերի դեմ։ Սուրբ սիրտը ատում է մեղքը, որտև մեղքը աղտոտում է մեզ ներսից, պղծում է մեզ ներսից։ Մեղքը բիծ է թողնում մեր հոգու վրա, կարծես ժանգոտում է մեր հոգին։ Վերածնված մարդը ատում է մեղքը ոչ միայն մեղքի հետևանքների պատճառով, այլ նաև այն պատճառով, որ մեղքը մահացու պատուհաս է։ Մենք ատում ենք օձին ոչ միայն իր խայթոցի համար, այլ նաև նրա թույնի համար։ Մենք ատում ենք մեղքը ոչ միայն դժոխքի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ մեղքը ինքը դժոխք է, որտեղ մեղքը մեզ հեռացնում է Աստծուց, մեզ կտրում է Աստծուց, իսկ ապրել առանց Աստծու դա դժոխք է, դժոխքը նրանով, որ այնտեղ չկա Աստված, առանց Աստված կյանքը դա պատիժ է, ու երբ մենք մեղք ենք գործում, մենք արդեն դժոխքի մեջ ենք։ Չորրորդ, իսկական ատելությունը անզիջում է։ Եթե մենք իսկապես ատում ենք մեղքը, ապա մենք երբեք չենք հաշտվի մեղքի հետ։ Զայրույթի հետ կարող ենք հաշտվել, իսկ ատելության հետ ոչ։ Մեղքը այն թշնամին է, որին այլևս բարեհաճություն չենք ցույց տա, նրան չենք սիրի ու ընդունի մեր կյանք։ Աստծո զավակի ու մեղքի միջև շարունակական պատերազմ կա և այն տևում է մեր ողջ կյանքի ընթացքում։ Իսկ եթե չկա այդ պատերազմը մեր կյանքում, ուրեմն մենք չենք ապաշխարում։ Պիտի փոխվի մեր մոտեցումը մեղքի հանդեպ։ Որովհետև մեղքը կամ մեղքերը շարունակաբար փորձելու են իրենց կորցրած տեղը վերականգնել մեր կյանքերում։ Իսկ մենք էլ շարունակաբար պիտի պատերազմենք, որ մեղքին մեր կյանք հետ դառնալու տեղ չտանք։ Այս պատերազմը շարունակական է, մշտական է, ու մենք պիտի ատենք մեղքը իսկապես, որ կարողանանք պատերազմել ու հաղթել ամեն անգամ։ 5. Այնտեղ, որտեղ կա իրական ատելություն մեղքի հանդեպ, մենք ոչ միայն հակառակվում ենք մեր մեջ, մեր կյանքում եղած մեղքին, այլ նաև մեղքին, որ կա ուրիշների մեջ ու մեր շրջապատում։ Հայտնության գրքի 2-րդ գլխի 2-րդ խոսքում մենք տեսնում ենք, որ Եփեսոսի եկեղեցին չէր կարող տանել նրանց, ովքեր չարիք էին գործում։ Եկեք կարդանք այն, սրանք Հիսուսի խոսքերն են։ Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, եւ որ չարերին չես կարող տանել։ Փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, եւ սուտ համարեցիր նրանց։ Մեկ այլ պարագայում տեսնում ենք, թե ինչպես Պողոս առաքյալը կտրուկ հանդիմանեց, քննադատեց Պետրոս առաքյալին երկերեսանիության, կեղծավորության համար, որովհետև դա գայթակղություն էր դառնում մյուսների համար։ Կարդանք Գաղատացիների 2-րդ գլխի 11-ից 14 խոսքերը։ Բայց երբ Կեփասը, այսինքն Պետրոսը, Անդիոք եկավ, ես նրան հակառակվեցի, ասում է Պողոս առաքյալը, որովհետև մեղադրելի էր, քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը, նա հեթանոսների հետ առանց խտրություն դնելու ուտում էր, բայց երբ նրանք եկան, առանձնանում էր և իրեն մեկուսացնում, վախենալով թլփատվածներից։ Եվ նրա հետ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին այն աստիճան, որ Բարնաբասն էլ նրանց կեղծավորությամբ տարվեց։ Բայց երբ տեսավ, որ ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ Պետրոսին ասացի.
Եթե դու հրեա լինելով հեթանոսի պես ես վարվում եւ ոչ թե հրեայի, ել ինչու ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն։ Այստեղ հեթանոսներն նկատի ունեն այն հեթանոսները, որոնք ընդունել էին քրիստոնեությունը։ Մեկ այլ դեպքում տեսնում ենք Հիսուս Քրիստոսին բռնված սուրբ նախանցախնդրությամբ, որ մտրակով դուրս հանեց դրամափոխներին Աստծո տաճարից, որովհետև Հիսուսը չէր ցանկանում ու թույլ չէր տալիս, որ Աստծո տաճարը բիզնեսի վայրի, շուկայի վերածեին։ Կարդանք Հովհաննես Ավետարանի 2-րդ գլխի 15 խոսքը։ Հիսուսը պարանից խարազանց շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների դրամները ցրիվ տվեց և սեղանները շուռ տվեց։ Նա աղավնավաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրեք և իմ հոր տունը վաճառատուն մի դարձրեք»։ Հին Կտակարանում տեսնում ենք, որ Նեեմիան հանդիմանեց ազնվականներին հարկ ավելի շուտ տոկոսներ գանձելու համար իրենց իսկ ժողովրդից։ Նեեմիա 5-րդ գլխի 7-րդ խոսքում կարդում ենք. «Իմ սիրտը նեղվեց և հանդիմանեցի իշխաններին ու զորականներին և ասացի նրանց. դուք ամենքդ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից, և նրանց դեմ մեծ ժողով գումարեցի»։ Նեեմիան հանդիմանեց նաև շաբաթ օրը պղծելու համար։ Նեեմիա 13-րդ գլխի 17-ից 18 խոսքում. «Եվ ես վիճեցի Հուդայի ազնվականների հետ ու ասացի նրանց. սա ինչ չար բան է, որ անում եք դուք և պղծում շաբաթ օրը, չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արեցին, և մեր Աստվածը մեզ վրա և այս քաղաքի վրա բերեց այս ամբողջ չարիքը, իսկ դուք շաբաթը պղծելով Իսրայելի վրա բարկություն եք ավելացնում»։ Աստվածաշունչը նաև ասում է, որ մեղքը ատողը մեկը չի հանդուրժի չարությունը, անիրավությունն ու անօրենությունը իր ընտանիքում։ Կարդանք Սաղմոս 101-ի 7-րդ խոսքը. «Նենգություն անողը չպիտի բնակվի իմ տան մեջ, նա, ով սուտ է խոսում, հաստատ չի մնա իմ աչքի առջև»։ Ինչ ամոթ է, երբ դատավորները, պաշտոնյաները և նաև մեզանից յուրաքանչյուր ոք կարող ենք ուժեղ զգացմունքներ դրսևորել, երբ զայրացած ենք, բայց չարությունը, անօրենությունը, անիրավությունը, անաստվածությունը, անհավատությունը, չարագործությունը ճնշելու և վերացնելու համար կամք չենք ցուցաբերում, որտև չենք ատում դրանք։ Նրանք, ովքեր ատելություն չունեն մեղքի դեմ, օտար են ապաշխարությանը։ Այսինքն, եթե մեղքը չես ատում, չես էլ իրապես ապաշխարի այդ մեղքի համար։ Մեղքը նման մարդկանց մեջ է, ինչպես թույնը օձի մեջ, քանզի օձը սիրում է իր թույնը, որպես իր էության բնական մաս, այդպես էլ մեղավոր մարդն է սիրում իր մեղքերը, մտածելով դրանք էլ իր էության բնական մասն են, բայց դա կեղծիք է։ Մեղքը աշխարհ եկավ մեր մեղքերի պատճառով, Աստված մեզ այդպիսին չէր ստեղծել։ Մենք ընտրություն կատարեցինք։ Որքան հեռու են ապաշխարությունից նրանք, ովքեր մեղքն ատելու փոխարեն սիրում են մեղքը։ Աստվածապաշտի համար մեղքը աչքի փուշի պես է, իսկ ամբարիշտների համար մեղքը թագ է իրենց գլխին։ Լսել եք ինչպես են գլուխ գովում. «Գիտես ինչ գողական տղա ա, ինչ շրջապատի մարդ ա, էնքան ընգացելաց մարդ ա, ով կարա նրա դեմ կանգնի, կամ սաղին կտանեմ ծովը ծարավ հետ կբերեմ, էնքան լեզվանի եմ»։ Սրանք չարիքներ են, սրանք մեղք են, բայց մենք կրում ենք որպես փառքի թագ մեր գլխին ու հպարտանում։ Երեմիա 11-րդ գլխի 15-րդ խոսքն ասում է. «Երբ նա շատ լրբություններ է գործում, սուրբ զոհել պիտի վերցվի քեզնից, որովհետև չարություն անելիս դու ուրախանում ես»։ Մեղքը սիրելը ավելի վատ է, քան մեղք գործելը։ Լավ մարդը կարող է պատահաբար մեղավոր արարքի մեջ ընկնել, սայթաքել ու մեղք գործել,
բայց նա կապաշխարի իր ողջ սրտով ու ներում կգտնի Աստծուց։ Իսկ նա, ով մեղքը սիրում է, նրա վիճակը անհույս է, որտև մեղքը սիրողը չի ապաշխարի, կամ էլ ձևական կապաշխարի, բայց մեղքի դեմ չի պատերազմի, որովհետև սիրում է մեղքը։ Հիշենք, Աստված սրտեր ստուգող Աստված է, նա շատ լավ գիտի քո սրտի մոտեցումը մեղքի հանդեպ։ Խոզը սիրում է ցեխի մեջ թավալ տալ, սատանան սիրում է այն ամենը, ինչ հակառակվում է Աստծուն, ու եթե մենք սիրում ենք մեղքը, ապա դա ցույց է տալիս, որ մեր կամքը ընտրում է մեղքը, գերադասում է մեղքը, եւ որքան շատ է մեր կամքը մեղքի մեջ ներքաշված, այնքան մեծ է մեր մեղքը։ Կամավոր գործված մեղքը չի կարող մաքրվել զոհաբերությամբ։ Կարդանք Եբրայեցիների 10-րդ գլխի 26-ից 27 խոսքերը։ Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, ապա մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում, այլ դատաստանի ահավոր սպասումը եւ կրակի զայրույթը, որ լափելու է հակառակվողներին։ Այսինքն, եթե դու ընդունել ես Քրիստոսին ու Աստծո ճշմարտությունը մեղքի ապաշխարության, ներման, դատաստանի մասին բացվել է քեզ, դու գիտես, որ Քրիստոսը խաչվեց քո փոխարեն, քո մեղքերի փոխարեն, ու դու դեռ քո ցանկությամբ, քո հոժար կամքով մեղք ես գործում, ապա Հիսուսի արյունը քեզ չի արդարացնելու, այլ դատաստան է սպասվում քեզ, եւ Աստծո կրակի զայրույթը, որ պահված է բոլորի համար, ովքեր հակառակվում են Աստծուն։ Հիմա հասկանում ենք, ինչու չպետք է մեղքը սիրենք, այլ ատենք։ Աղոթենք, որ Աստված բացի մեզ համար այս ճշմարտությունը ու մեր սրտում ատելություն դնի մեր մեղքերի հանդեպ, որ կարողանանք խոստովանել ու ապաշխարել, սգալ մեր մեղքերի համար ու պատերազմել դրանց դեմ, որ Հիսուսի քավիչ արյունը լվա մեզ։ Որքան մարդ կա այս աշխարհում, հատկապես քրիստոնյաներ, ովքեր սիրում են արգելված պտուղը, դու նրանց թվին ես պատկանում։ Նրանք սիրում են իրանց բերանից դուրս եկած հայհոյանքները, նրանք սիրում են իրենց բերանից դուրս եկած անեծքները, նրանք սիրում են իրենց դավաճանությունն ու շնությունը, նրանք սիրում են խաղամոլությունը, նրանք սիրում են ալկոհոլիզմը, նրանք սիրում են սուտ խոսել, նրանք սիրում են կաշառք տալ, կաշառք վերցնել, նրանք սիրում են չարիքը, սիրում են մեղքը, բայց ատում են մեղքի պատիժը։ Սողոմոնը ժողովող գրքի 9-րդ գլխի 3-րդ խոսքում խոսում է մարդկային սերնդի մասին, ասելով, որ մարդկանց որդիների սիրտը լի է չարությամբ եւ նրանց սրտում խենթություն կա, որպեսի մարդը սիրի մեղքը, գրկախառնվի մեղքի հետ, իմանալով, որ այն մահ է բերելու իրեն, խաղ հավիտենական կյանքի հետ ու ինքն իրեն դնի Աստծո հավիտենական անեծքի տակ, իսկապես որ այդ մարդու սրտում խենթություն կա։ Մեր ապաշխարությունը պետք է զուգակցվի մեղքի հանդեպ մեր դառն ու բուռն ատելությամբ։ Կարիճի եւ կոկորդիլոսի միջև մահացու ող կա, մահացու թշնամություն կա։ Նույնը պետք է լինի մեր սրտերի եւ մեղքերի միջև։ Մենք ու մեղքը չենք կարող բարեկամներ ու ընկերներ լինել։ Մենք պիտի ոխերիմ թշնամին լինենք մեղքի հետ, որովհետև նրա միակ նպատակը մեզ սպանելն է, մեզ Աստծուց զրկելն է ու մեզ դժոխք տանելն է։ Այսքանը այսօր։ Վաղը կխոսենք նորից սրա մասին, որոշ հարցերի շուրջ։ Աստված պահապան ամենքիս։ Թող Աստված ողորմի եւ բացի մեր հասկացողությունը, որ մենք Աստծուն հակառակվողներ, ինքներս մեզ կործանողներ չլինենք։ Աստված մեր փրկությունն է ցանկանում, ոչ թե մեր կործանումը, բայց ընտրությունը յուրաքանչյուրինս է։ Ամեն։